իսկապես ինտեգրացիոն ծրագրեր են, թե ինչ-որ գեոպոլիտիկ ծրագրեր էին և պոստխորհրդային տարածքը ներգրավել այդ ծրագրերի մեջ։ Դա շատ լուրջ խոսակցության թեմա է և եթե մենք կարողանանք պատասխանենք այս հարցերին, կարող ենք և ի վերջո տեսնել, ոնց կարող է այս ամեն ինչը անդրադառնալ Հայաստանի վրա։ Սա է երևի ամենաէականը, տեսակետներ շատ կան, իհարկե այն ինչ որ կատարվել է Ուկրաինայում ինքնին աննախադեպ մի երևույթ էր, ոնց կարող է ժողովուրդը կաղնի բոլորի դեմ, և բնական է հին հավանդական մոտեցումները կան, որ ժողովուրդը ոչ մի կապել չունի այստեղ, խաղեր են, ՑՌՈ, ԿԳԲ և այլ այդ տեսակետները շռայլորեն լցված են մամուլը, կան լրիվ հակառակ տեսակետներ, որ ժողովուրդը կարող է իսկապես երկենալ ու կաղնի ամեն ինչի դեմ և այն հանգամանքը, որ ժողովուրդը արհամարեց Կիևում անգամ սնայպերներին թքեց դրանց վրա և ասեց մեր ճշմարտությունը սա է, արհամարեց ցանկացած պայմանավորվածություններ, կուսակցություններ, ամեն ինչ և ստիպեց, որ այդ քրեական ռեժիմի պարագլուխը հեռանա, ինքնին շատ հետաքրքիր է և բնական է ոնց այս ամեն ինչը կանդրադառնա թե կոնկրետ Ուկրաինային, թե ասենք այն երկրներին, որոնք տարբեր դիրքորոշում ունեն Ուկրաինայի շուրջ, ասենք առաջին հերթին Ռուսաստանը, ինչ կատարվել Ռուսաստանում։ Իմ տեսակետները ես հայտարարել եմ բազմաթիվ անգամ Ուկրաինան ընդամենը շղթայի մի մաս է, ոչ ամենակարևոր և ինձ համար շատ ավելի հետաքրքիր կլինի ոնց է կանդրադառնա հենց բուն Ռուսաստանին, ոչ միայն իր պրոյեկտներին, այդ պրոյեկտները ընդհանրապես պարզ չի ասել Եվրասիական միություն, թե ինչ հետաքրքիր չեն դրանք, այլ իսկապես ինչ կարող է կատարվել այս երկրի հետ, Ռուսաստանի հետ, որովհետև անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա մենք տեսնելու ենք հենց այս ժամանակ, եթե իսկապես Ռուսաստանում ինչ-որ փոփոխություններ սկսվեն։